Իմ տարածքս, իմ ունեցվածքս 1600 քառակուսի մետր է։ Ամեն ինչ էլ աճում է, թութը կա, հոնը կա, խնձորը կա, թուզը կա, սելկևիրը կա, խաղողը կա, ամեն ինչ էլ աճում է։ Ու անցյալ տարվանից ռոկման ջուրը չի եղել, համարյա ծառերը կիսաչոր են տեղել։ Հրահատն ամեն ինչ էլ ունի այգում, միայն թե մի մասը չորացել է։ Տաթև հիդրոէլեկտրոկայանի սնուցող ջրամբարի վերանորոգումից հետո 1 տարուց ավելի է խոտ բնակավայրի մոտ 10 հեկտար այգիներ մնացել են անջրդի։ Ջրերի արտահոսքի դադարեցումից հետո ոռոգման խնդիր է առաջացել բնակավայրից 3-ից 4 կիլոմետր հեռու Խազալ կապ կոչվող վայրում։ Բերքատու ծառերը չորացման եզրին են։ Համեմատած ջուղի տարածքի հետ, ստեղ մի քիչ ասեք ծովի մակերևույթից ցածր է, ստեղ ինում է, էլի բերքը ինում է, բայց յուղի տարածքում ցուրտանում ցրտահարվում է, այնտեղ բերքը քիչ է, ինում չի, երբեմն պտահամա տարիներում вообще բերք չի։ Այս վիճակի պահպանման դեպքում վնասված այգին վերականգնելը բավականին դժվար կլիներ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ ձեռք բերված 850 մետր խողովակաշարը կենարար հեղուկը կհասցնի ծառերին ու բույսերին։ Խոթցիները գարնան այս եռուն շրջանում հիմնական աշխատանքները թողած զբաղվում են ջրագծի անցկացմամբ։ Սեփական ձեռքերով խողովակ են տեղադրում, որ այգիները ջրի կաթիլի կարոտ չմնան։ Բնակիչները բավարարված են, խնդրին հրատապ լուծում է տրվել։ Համայնքի էքսկավատորը խրամողին փորել է, բայց տարածքը այնպիսին է, որ մնացած աշխատանքները պետք է կատարվի ձեռքով։ Եվ այգետերերը իրենց ուժերով, ֆիզիկական ուժը ներդնելով հիմա զբաղված են այդ աշխատանքներով։ Բնակիչները ցանկանում են անհատապես խողովակից միացնեն, հասցնեն միջև իրենց այգիները, որպեսզի ջրի կորուստ չլինի։ Դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին, երբ որ հանդիպեցի բնակիչների հետ, առաջնահերթ խնդիրը սա դիտարկեցին մեր բնակիչները Խոտ գյուղի, որից հետո, քանի որ արդեն այգեգործական աշխատանքները արդեն սկսվում են եւ ժամանակ էլ չկար, եւ եթե սա իրականացնենք պետական ծրագրերով կամ համայնքային ծրագրերով, բավականին երկար ժամանակ էր տանելու, հրատապության համար ինքս դիմել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությանը, հիմնադրամի տնօրենին, ներկայացրել եմ իրավիճակը եւ խնդրել եմ աջակցել 40 ընտանիք, ովքեր ունեն այգիներ այս տարածքներում, այլևս խնդիր չեն ունենա ջրի, այն մի տարվա վնասը, որը որ հասցվել է առանց ջրի պատճառի, կարծում եմ շատ արագ կվերականգնվի։ Թուզ, հոն, թութ, խաղող, արքայանարինջ եւ շատ այլ մրգեր են աճում այստեղ։ Սահմանամերձ խոտում հիմնական զբաղմունք այգեգործությունն ու անասնապահությունն է։ Վերջին տարիներին հայտնի պատճառներով արոտավայրերի կորուստ է ունեցել ոչ թե մեր վարչական տարածքից, ներքևներում օգտվելիս է եղել։ Հիմա գյուղի արոտները քիչ է, անասնապահությամբ զբաղվելը դժվար է։ Այդ առումով այգիները շատ մեծ նշանակություն ունի։ Բացի դրանից խոտ որոտան ճանապարհի կառուցման ժամանակ 20-25 ընտանիքի այգիներ քանդվեց եւ հիմնական այգիները նշված տարածքում են։ 850 բնակչություն ունեցող բնակավայրում գերակշռում են երիտասարդները, մոտ 2 շաբաթից ջուրը կհասնի այգիներին եւ գյուղացու միակ հոգսը կմնա անարատ բերք ու բարիքի տնօրինումը։